Թանկագին ժողովուրդ, քույրեր, եղբայրներ, ես այսօր ձեզ ողջունում եմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բառերով, խաղաղություն ձեզ։ Մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, Հիսուսն է այս վայրում, դուք հավատում եք դրան։ Այդպես գրված է այդպես, և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, նա մեզ հետ է, նա այս վայրում է։ Հարց է ծագում, իսկ ես ինչով կանգնեմ նրա առաջ, ինչով ես երկրպագեմ նրան։ Ես կասեմ, որ այդ հարցը շատերին է անհանգստացրել։ Այդ հարցով մի քյամարգարեն դիմում է Աստծուն և ասում է այսպիսի բառեր. «Ես ինչով դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ բարձրյալ Աստծո առաջին, արդյոք դիմավորեմ նրան ողջակեզներով, մեկ տարեկան հորթերով»։ Անհանգստացնում էր այդ հարցը Աստծո մարդուն, մարգարեին։ Ինչով իրականում ես կներկայանամ Աստծո առաջ։ Այդ հարցն իր ժամանակին անհանգստացնում էր նաև Աստծո մարդուն Դավիթ թագավորին։ Այն մարդուն, ում համար Աստված ասաց, որ ես գտա մարդու, ով իմ սրտի համեմատ է, ով կկատարի իմ բոլոր կամքը։ Եվ նա ասում է. որովհետև դու պատարագ չես ուզում, եթե ոչ, ես կտայի քեզ, և ողջակեզներին չես հավանում։ Իսկ ի՞նչն ես դու հավանում, ինչպիսի զոհ բերել քո առաջ, ի՞նչն է քեզ հաճելի։ Եվ Դավիթը նորից ասում է. նա հասկացել էր այդ ճշմարտությունը, նա ասում է. Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է, կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգիլ, ով Աստված։ Աստծո համար շատ հաճելի է, երբ դու կանգնում ես նրա առաջ, իսկ քո սիրտը դողում է Աստծո անվան առջև։ Աստծո համար շատ հաճելի է, երբ դու կանգնում ես նրա առաջ, իսկ քո հոգին կոտրված ու խոնարհված է Աստծո առջև։ Եվ Աստված դրան ուշադրություն է դարձնում։ Դա նրա առջև թանկ և պատվական է։ Եվ խոնարհներին է նա տալիս իր շնորհքը։ Ալելույա, փառք Աստծուն։ Քույրեր, եղբայրներ, ժամանակները, որում մենք ապրում ենք, դժվար ժամանակներ են, վերջին ժամանակներն են։ Այդ մասին ասում է Աստվածաշունչը, այդ մասին ասում է Սուրբ Հոգին։ Այդ մասին մենք լսում ենք, որ եղբայրներն են քարոզում։ Եվ իրապես, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, հիշում ենք Հիսուսի խոսքերը։ Նա խոսել է այդ մասին և թվարկել է վերջին օրերի նշանները, և մենք ասում ենք. այո, վերջին ժամանակներն են, չար ժամանակներ են, դժվար ժամանակներ են, որոնցում մենք ապրում ենք։ Ժամանակ, երբ իրապես անօրենությունը գործում է և անօրենության բաժակը շուտով կլցվի։ Սատանան գիտի դա և այդ պատճառով էլ ի գործ է դնում իր ողջ ուժերը, բարձրացնում է դժոխքի բոլոր ուժերը, իմանալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել այս երկրի վրա։ Դուք գիտեք, որ կա մարդկանց մի խումբ, որոնց մասին ես ցանկանում եմ խոսել, ովքեր ամենաանպաշտպանն են։ Ովքեր են դրանք։ Դրանք մեր երեխաներն են, մեր ժառանգությունը, երիտասարդությունը։ Դրանք ամենաանպաշտպան խմբերն են։ Դրանք բաց թիրախ են սատանայի համար։ Նրա խնդիրը ցանկացած գնով մեր երեխաներին հեռացնելն է երկնքից։ Իսկ կար ժամանակ, երբ մենք մեր երեխաներին նվիրում էինք Աստծո ծառայությանը, երբ մենք ասում էինք. «Տեր Աստված, ես իմ երեխային, իմ որդուն, իմ դստրիկին հանձնում եմ քեզ ծառայելուն, նրանք քոնն են, նրանք սահմանված են Աստծո թագավորության համար»։ Այդպե՞ս է, թե ոչ, այդպես է։ Մենք հանձնում էինք, այդ մասին ասում էինք, դրա համար աղոթում էինք Աստծուն։ Ահա հարց է ծագում. իսկ ով կկանգնի խրամատում մեր երեխաների համար, ով կկանգնի խրամատում։ Ես չգիտեմ ինչպես է ձեզ մոտ, բայց լսում եմ, որ որոշ մայրեր, հայրեր ասում են. մեր եկեղեցում կա կիրակնօրյա դպրոց, նա ջանք է դնում և զբաղվում է մեր երեխաներով, թող նա դաստիարակի։ Որոշ քրիստոնյաներ ասում են. եկեղեցի կա, թող եկեղեցին զբաղվի, ծառայող եղբայրներ կան, թող նրանք զբաղվեն մեր երեխաներով։ Դա լավ է, այո, եկեղեցին պետք է զբաղվի, կիրակնօրյա դպրոցը, այո, պետք է զբաղվի։ Բայց ո՞ւմ է Աստված դա հանձնարարել, ո՞ւմ է Աստված դա պատվիրել, որպեսզի նրանք զբաղվեն։
Դրանք ծնողներն են, դրանք հայրերն են, դրանք մայրերն են, նրանք են պարտավոր, նրանք պետք է դաստիարակեն երեխաներին Աստծո ուսմունքի և պատվիրանների մեջ։ Ցավոք սրտի, այս վերջին ժամանակներում, չգիտես ինչու, ժամանակը չի հերիքում ծնողներին։ Ծնողներն այդքան էլ մեծ ուշադրություն դրան չեն դարձնում, իսկ երեխաները մեծանում են, երեխաները զարգանում են, իսկ ժամանակն արագ է անցնում։ Նայում ես, երեխան գնում է պաշտամունքի հայրիկի, մայրիկի հետ, իսկ երբ դառնում է 14-15 տարեկան, արդեն նա չկա պաշտամունքներին, ինչ որտեղ կորցրել են իրենց զավակին։ Գալիս է ժամանակը, երբ նա արդեն պետք է ջրի մկրտություն ընդունի, պետք է ուխտ կապի Աստծո հետ, բայց նա չկա։ Աշխարհն է ինչ-որ կերպ հրապուրել նրան։ Ես կարդում եմ 78-րդ Սաղմոսի 5-րդ խոսքից. «Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրավ Իսրայելի մեջ»։ Ինչ վկայություն, ինչ օրենք։ Այն, որ պատվիրեց մեր հայրերին, որ սովորեցնեն իրենց որդկանցը։ Դուք լսում եք։ Աստված չի պատվիրել կիրակնօրյա դպրոցին, Աստված չի պատվիրել եկեղեցուն կամ ծառայողներին, Աստված պատվիրել է հայրերին ու մայրերին։ Ինչ է պատվիրել։ Որպեսզի իմանան նոր սերունդը, այն որդիկը, որ կծնվին, վեր կենան և իրենց որդկանցը պատմեն։ Պատասխանատվությունը ծնողների վրա է։ Պատասխանատվությունը հայրերի ու մայրերի, պապիկների ու տատիկների վրա է, փոխանցել, սովորեցնել, պատմել։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրելով ասում է. «Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է, որ առաջ քո Լավոդիա տատումը և Եվնիկե մորումը բնակվեցավ»։ Իսկ հետո Պողոսն ասում է. «Ես համոզված եմ, որ այն հավատքը, որ կար Լավոդիա տատիկի և Եվնիկե մոր մեջ, ես վստահ եմ, որ քո մեջ էլ է, նրանք դա փոխանցել են քեզ»։ Ինչ հրաշալի է դա, երբ մենք ծնողներս փոխանցում ենք հավատքը, վստահությունը, հույսը մեր երեխաներին։ Եվ երբ տեսնում ենք, որ մեր երեխաներն ունեն այդ հավատքը, որքան հրաշալի է դա, ինչ օրհնյալ է դա։ Եվ ահա ինչ ենք մենք պարտավոր փոխանցել մեր երեխաներին։ Առաջինը, ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին՝ հույսը դնել Աստծո վրա։ Եվ ահա ինչ պետք է դնենք մեր երեխաների սրտերում, որոնք, ինչպես ասացի, շատ քիչ են պաշտպանված այս աշխարհից, այս աշխարհի գործունեությունից։ Մենք պարտավոր ենք սովորեցնել նրանց հույսը դնել Աստծո վրա։ Երկրորդը, ինչի մասին պարտավոր ենք խոսել, դա որ նրանք չմոռանան Աստծո գործերը։ Այդ մասին մենք ծնողներս անընդհատ պետք է խոսենք Աստծո գործերի մասին, որոնք Աստված արել է անձամբ մեր կյանքում, որոնք Աստված արել է Քրիստոսի եկեղեցում, որոնք Աստված արել է այն մարդկանց կյանքում, որոնց անունները գրված են Աստվածաշնչում։ Դրանց մասին մենք անընդհատ պետք է խոսենք հավատքի այն հերոսների մասին, ովքեր երկրպագել են Աստծուն, ծառայել են Նրան, տարել են դժվարությունները և Աստված պահել ու պաշտպանել է նրանց այդ իրավիճակներում։ Մենք այդ մասին պետք է անընդհատ խոսենք, չլռելով, որպեսզի այդ հույսը, հավատքը ծնվի մեր երեխաների սրտերում։ Մենք անընդհատ պետք է ասենք։ Եվ երրորդը, թե ինչի վրա է Աստված ուշադրություն դարձնում, որպեսզի պահենք նրա պատվիրանները։ Բայց որպեսզի դրանք պահենք, նախ պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին Աստծո պատվիրանները, որպեսզի նրանք հասկանան, թե ինչն է բարի և ինչն է չար, որպեսզի հասկանան, թե որն է մաքուրը և որը պիղծը, և որպեսզի կարողանան պահել այդ պատվիրաններն իրենց սրտերում և կատարեն։ Դա մեր խնդիրն է, ծնողների խնդիրն է։ Ես կասեմ, որ դա հեշտ չի։ Իմ մանկությունը դժվար ժամանակներում է անցել, ծանր ժամանակներում։ Դրանք 60-ական, 70-ական թվականներն էին, երբ նախկին Խորհրդային Միությունում իշխում էր պետական աթեիզմը։ Այդ մասին խոսում էին մանկապարտեզներում, դպրոցներում, որ Աստված չկա։ Կային ուժեղ հալածանքներ, հետապնդումներ։ Այդ ժամանակ շատ եղբայրներ նստած էին բանտերում։
Հալածանքները քրիստոնյաների դեմ էին, մեր հայրերը, մեր պապերը տուգանքներ էին վճարում։ Այդպիսի ժամանակներում էր անցնում իմ մանկությունը, երբ մեզ վրա ծիծաղում էին դպրոցում, ստորացնում էին, անարգում էին։ Այդպիսի ժամանակներում էր անցնում մանկությունս, ծեծում էին մեզ։ Լինում էին դեպքեր, երբ տնօրենը հավաքում էր բոլոր հավատացյալ երեխաներին իր աշխատասենյակում և կանչում էր թաղային տեսուչին։ Նա ատրճանակը դնում էր կզակի տակ ու գոռում էր. «Դու տանը կաղոթես, թե ոչ, վսկապ կկրես, թե ոչ»։ Սպառնում էր, որ կգնդակահարեմ ձեզ։ Ահա այդ ժամանակ էր իմ մանկությունը։ Մենք տուն էինք գալիս արցունքոտ աչքերով ու ասում էինք մայրիկին, իսկ մենք 13-ն էինք տանը. «Մամա, մեզ այսպես ծեծեցին, մամա, մեզ ստորացրեցին, մեզ վրա ծիծաղեցին»։ Իսկ մայրիկս արցունքն աչքերին ասում էր. «Զավակներս, ինչ ասեմ ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Հիմա իրենց ժամանակն է, հալածանքի, հետապնդման ժամանակ է, եկեք աղոթենք»։ Եվ ահա այդ եղանակով նա մեր սրտերի մեջ դնում էր հույսը և հավատքը, դնում էր մեր մեջ։ Եվ մենք ծնկում էինք, լացում էինք Աստծո առաջ և ասում էինք. «Տեր, մեզ օգնիր, պաշտպանիր»։ Դրանք ծանր ժամանակներ էին, բայց մեզ այդպես էին սովորեցնում, այդպես էին պատվիրում, այդպես էին սերմանում այդ հավատքի, հույսի սերմերը մեր սրտերում։ Դա հեշտ չի, դա դժվար է, բայց միևնույն է, ծնողներս մեզ անընդհատ ասում էին այդ մասին։ Դուք գիտեք, հայրն ընտանիքում դա քահանան է, հայրն ընտանիքում դա մարգարեն է։ Մարգարեի ու քահանայի խնդիրը մի կողմից ինչ-որ մեկին Աստծո երեսի առաջ ներկայացնելն է, իսկ մյուս կողմից ինչ-որ մեկի մոտ Աստծուն ներկայացնելն է։ Դրա համար էլ հոր դերը կայանում է նրանում, որ նա անընդհատ իր ընտանիքը ներկայացնի Աստծո երեսի առաջ, անընդհատ աղոթք անի իր երեխաների համար, աղոթք անել, դա հոր դերն է։ Մյուս կողմից նրա դերը կայանում է Աստծուն երեխաների մոտ ներկայացնելու մեջ, հավաքել, տանը անցկացնել հավաքույթներ, պատմել, կարդալ, իրար հետ քննարկել, դա ծնողների առաջադրանքն է, ցանել, բարի սերմեր ցանել մեր սրտերում, ոչ թե հուսալ, որ ինչ-որ մեկը դա կանի։ Դու հայրն ես, դու ես պարտավոր դա անել, դու մայր, օգնիր ամուսնուդ, ընտանիքի հորը և իրար հետ արեք այդ գործը։ Ես հիշում եմ, որ յուրաքանչյուր երեկո ծնողներս մեզ հարցնում էին. «Իսկ քանի գլուխ եք դուք կարդացել»։ Մենք ասում էինք. «Որս 8, որս 10, որս 15 գլուխ»։ Լավ է, իսկ որ մասից ես կարդացել։ Ես պատմում էի, թե որ հատվածից։ Լավ է, իսկ հիմա պատմիր, թե ինչի մասին ես կարդացել։ Ինչու։ Քանի որ նրանք գիտեին Աստծո խոսքը։ Մայրս, իմ մայրը, ով ծնել էր 13 երեխա, մայրս, դե մեր տան պայմանները գազ չկար, հոսանք չկար, ջուր չկար, պետք էր բերել, տնտեսություն ունեինք, կովեր, խոզեր, պետք էր կերակրել, այսինքն ինչքան գործ կար, բայց նա տարին 2 անգամից ոչ պակաս կարդում էր Աստվածաշունչը, սկզբից մինչև վերջ։ Նա ժամանակ էր գտնում և այդպես մեզ էր սովորեցնում, խրախուսում էր, որ մենք էլ կարդանք Աստծո խոսքը, սիրենք Աստծո խոսքը։ Ես ասացի արդեն, որ դա հեշտ չի, բայց դրան զուգահեռ Աստծո խոսքը մեզ ասում է, որ արցունքով ցանողն ուրախությամբ է հնձում։ Այո, պետք է ոչ միայն խոսել, ոչ միայն քարոզել, պետք է ոչ միայն պատմել, այլև ջրել։ Ինչպե՞ս, ինչ ձևով ջրել։ Ես հիշում եմ, թե նրանք ինչպես էին ջրում, ծնողներս։ Գիշերն արթնանում է ինչ-որ ձայներից, տեսնում է, որ երկուսն էլ մահճակալի կողքին ծնկների վրա աղոթում են։ Քնում էին, մի որոշ ժամանակ անց կրկին արթնանում էի ու տեսնում, որ դեռ աղոթում են։ Նրանք աղոթում էին։ Ինչքան։ Ժամերով ծնկած աղոթում էին։ Յուրաքանչյուրիս անունը տալիս էին Աստծո առաջ, որպեսզի Աստված օգնի, և այսօր 13-ն էլ ծառայում են Աստծուն, բոլորն էլ ծառայում են Աստծուն, 13-ի մեջ կան եպիսկոպոսներ, երեցներ, սարկավագներ, ծառայում են Աստծուն։ Ինչու։ Որովհետև ոչ միայն ցանել էին, այլ նաև ջրել էին։
գրված է. այն, որ գնում է եւ լաց լինում ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով, իր ցորենի խուրձերը բերելով։ Ինչ հաճելի է դա, երբ դու ցանել ես, երբ դու ջրել ես եւ հանկարծ խուրձեր ես բերում Աստծո երեսի առաջ։ Ինչքան հաճելի է, երբ հայրը նստած է հավաքույթին, իսկ որդին քարոզում է Հիսուսի մասին։ Հրաշալի է նայել դրան։ Հրաշալի է, երբ դու նստած ես, իսկ աղջիկդ երգում է երգչախմբում, որքան հաճելի է դա, երբ երեխաները ծառայում են Աստծուն։ Ինչ սքանչելի է, երբ քո երեխաները քայլում են ճշմարտության մեջ։ Ինձ համար ավելի մեծ ուրախություն չկա, ասում է Հովհաննես առաքյալը, երբ ես տեսնում եմ, որ երեխաներս քայլում են Աստծո ճշմարտության մեջ։ Թանկագին բարեկամներ, մեզ վրա դրված է մեծ պատասխանատվություն, որքան ցավոտ է, երբ տեսնում ես, որ որոշ ծնողներ հույսը դրել են, որ երեխան կմեծանա եւ հետո ինքը կհասկանա, որ պետք է ծառայել Աստծուն, իսկ երեխան մեծանում է եւ սատանան տանում է նրան։ Մենք գիտակցաբար ուղարկում ենք մեր երեխային սպիտակ մեծ աթոռի առաջ, որտեղ դատաստան պետք է լինի, յուրաքանչյուրին իրենց գործերի համեմատ։ Մենք այնտեղ ենք ուղարկում փոխարեն մեր երեխաների հետ Քրիստոսի եկեղեցու հափշտակությանը մասնակցելու, իսկ մենք ուղարկում ենք այնտեղ մինչև մեծ աթոռը, որտեղ դատաստան պետք է լինի։ Դա այնքան սարսափելի է։ Եկեք, եթե ինչ-որ մեկն ունի դրա կարիքը, փոխենք մեր մտածելակերպը։ Եկեք հասկանանք, որ սատանան հատուկ կերպով աշխատում է մեր երեխաների դեմ։ Նա չի ուզում, որ մեր երեխաները լինեն հավաքույթում, մեր թոռները լինեն հավաքույթում, նա չի ուզում դա։ Երբ այն ժամանակ Մովսեսը կանգնեց փարավոնի առաջ եւ ասաց. «Արձակիր իմ ժողովրդին 3 օրով, որպեսզի մենք զոհ մատուցենք մեզ եւ մեր երեխաներին», Փարավոնն ասաց. «Դուք գնացեք, իսկ երեխաներին չեմ արձակում»։ Նույնպես այսօր էլ սատանան չի ուզում, որ մեր երեխաները մեզ հետ միասին ծառայեն Աստծուն, չի ուզում։ Եկեք ամեն բան անենք, որ իրականում մենք մեր երեխաները ասենք այն, ինչ ասում էր Նավեյան Հեսուն. «Ես եւ իմ տունը, ես եւ իմ տունը Աստծուն պիտի ծառայենք»։ Դա հրաշալի է, երբ ես եւ իմ տունը, ոչ թե ես մենակ, այլ իմ տունը, իսկ դա նշանակում է բոլոր երեխաները, ամբողջ ընտանիքը ծառայում է Աստծուն։ Որքան ցավալի է, որ հեղին քահանա է, այո, նա ծառայում է Աստծուն, իսկ որտեղ են երեխաները։ Որտեղ են Ոփնին ու Փենեհեսը, որդիներդ, ուր են նրանք։ Կարծես թե կողքիդ են եղել, բայց անօրենություն էին գործում եւ Աստված դատեց նրանց։ Որքան ցավոտ է դա։ Ուր են մեր երեխաները, եկեղեցում են, թե ոչ, ուր են մեր երեխաները։ Այս հարցը պետք է անհանգստացնի մեզ։ Ես ցանկանում եմ աղոթել ծնողների համար, որ Աստված տա իմաստություն, կարողություն, որպեսզի դուք կարողանաք ցանել ու ջրել ճշմարտության խոսքերը ձեր երեխաների սրտերում։ Ամեն։